դեր չտալի այդքան ապրանքը պահեմ, ատեսնեմ, մեջինի չոքոտում, տրիկն այնց մնեմ։ Անցյալ տարի ինձան 3-4 հատ սատկեց։ Ախպոս էլ խոզուն էր 12 հատ գոջի, նոր էր ծանել։ Այդ 12 գոջին էլ փչացավ, մեկը լավ դենացավ, պրծավ։ Հոբարձիում, ինչպես շատ այլ գյուղական համայնքներում, անասնապահությունը շարունակական անկում է ապրում։ Այն, ինչ նախկինում հիմնական ապրոստի միջոց էր, այսօր դարձել է ոչ եկամտաբեր զբաղմունք։ Շատ քիչ է գլխականակը։ Կաթը ջրի գինա։ Հիվանդությունը բանը։ Կերի խնդիրն է, կերն էլ է թանկ, որ վերեսունը միսն ու կերը համատը միսը շատ էժանա։ Ու ինչ գինասի գալշատան եմ, ես իմի։ Հոբարձիի բնակիչների խոսքով գյուղը ծերացող է, երիտասարդները այլևս չեն զբաղվում անասնապահությամբ, ապրուստի միջոց են փնտրում քաղաքներում, հիմնականում զբաղվում են շինարարությամբ։ Անասնաբույժ Էմանուել Սոֆյանը նշում է, պայմաններ չկան, որ գյուղացին կարողանա անասուններին պաշտպանել հիվանդություններից, եւ ստացված գյուղմթերքն էլ կարողանա իրացնել։ Պայմանները հնենց է, որ ժողովուրդը չեն կարողանում այդ անասնագլխականակը պաշտպանեն եւ ստացած մթերքը իրացնեն այնպես, որ ինքնարժեքը կարողանա բավարարի։ Միշտ վնասով են փակը, միսը արտադրում են, կաթը, կատնամթերքը չեն կարողանում իրացնեն։ Փորձագետ Հարություն Մնացականյանն էլ պնդում է, որ անասնապահության անկումը պետության կողմից իրականացվող սխալ քաղաքականության հետևանք է, ինչը հանգեցրել է գյուղմթերքի թանկացմանը։ Պետության կողմից իրականացվող սխալ քաղաքականության հետևանք է, որի պատճառով Հայաստանում տավարի մսի թար մսի գինը բավականին բարձրացել է, հատել է 4000 դրամը։ 3200-3300 դրամից արդեն հասել է 4000-ի։ Ու այս տենդենսը չգիտենք ինչքան կմնա ու մի բան էլ ասենք, որ ինքը բավականին վերականգնելու համար բավականին ժամանակատար process է, որտեղ ի տարբերություն խոզերի եւ այլ կենդանների կողը տարին մեկ անգամ հորթ ունենում ու հստակ ճիշտ քաղաքականություն է պետք իրականացնել, ճիշտ սուբսիդիոն քաղաքականություն, որտեղ այս մեթոդով մենք էլի ունենալու ենք սահուն քաղաքանակի պակաս։ Regions TV-ն գրավոր հարցում է ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, պարզելու համար, թե որն է անասնագլխականակի կտրուկ նվազման պատճառը եւ ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի օգնեն գյուղացուն զարգացնել իր տնտեսությունը։ Պատասխան նամակում նշվում է. Վերջին տարիներին տավարի եւ մանր եղջերավոր կենդանիների գլխականակի նվազման հանգամանքը արդյունք է 2017 եւ 2021 թվականների խիստ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով պայմանավորված կերաբույսերի ցածր բերքատվության, ինչի հետևանքով ոչ միայն նվազեցին խոտի համախառն արտադրանքի ծավալները, այլև շուրջ 30%-ով ավելացավ խոտի միջին գինը։ Այս հանգամանքը ստիպեց տավարաբուծությամբ եւ ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին օպտիմալացնել տավարի եւ ոչխարի գլխականակը, ինչի հետևանքով իրացվեց գլխականակի մի մասը։ Փորձագետ Հարություն Մնացականյանը ընդգծում է, այդ խնդիրներից խուսափելու համար պետությունը պետք է հավասարակշռված եւ ճիշտ գործիքակազմով քաղաքականություն վարի, աջակցության թիրախային եւ արդյունավետ ծրագրերով օգնի գյուղատնտեսին։ Որոշակի սուբսիդիոն քաղաքականության, որպեսզի նա կարողանա բերել հասնել այն մրցակցային վիճակին, ինչ ներկրվող մսի գինն է։ Դրա համար պետք է հստակ ճիշտ տարբեր բալանսավորված ճիշտ գործիքակազմով քաղաքականություն, սկսած սելեկցիայից խոշոր եղջերավոր անասունների, որպեսզի մեր կլիմային հարմարվող տեսակ ստանան, արոտ գնացող տեսակ ստանան, վերջացրած կերի հետ կապված գումարի փոխհատուցման, կաթի հետ կապված որոշակի փոխհատուցման, պլյուս մսի գնի հետ կապված։ Այժմ նախարարությունը անասնաբուծության զարգացման 2 ծրագիր է իրականացնում, որոնք դեռևս էական արդյունք չեն ապահովել։ Ըստ փորձագետ Հարություն Մնացականյանի, ներկրվող գյուղմթերքը, միսն ու կատնամթերքը տեղական արտադրանքից համեմատաբար էժան է, եւ հայաստանցի ֆերմերները մրցակցությանը չեն դիմանում։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ։